Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան եզրույթում Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող վերլուծաբան Վազգեն Պետրոսյանն է, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան։ Մերձավոր Արևելքում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, նախ Թրամփը այցելեց արաբական մի շարք երկրներ, Սաուդյան Արաբիա, հրապարակային գոնե տպավորությունն այն է, որ Թրամփը եկել է լուրջ ներդրումներ տանելու ամերիկյան տնտեսության համար, խոսքը մի քանի միլիարդ տրիլիոն 200 միլիարդ մի քանի տրիլիոնի մասին է եւ մյուս կողմից օրերս Քրդստանի բանվորական կուսակցությունը հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին, այնպես ինչպես կոչ էր արել իրագործել այդ կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլա Օջալանը եւ սա ենթադրվում է, որ եւ ՊԿԿ-ի գործունեության դադարեցումը եւ Թրամփի այցը մերձավոր արևելք, հատկապես արաբական երկրներ տարածաշրջանում նոր գլոբալ փոփոխություններ են բերելու։ Ես շեշտեմ, երեք էլ Ստամբուլում պիտի տեղի ունենար ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք միջև վերջին պահ հայտնի չէր առաջին դեմքերի մակարդակով կլինի թե ոչ, այնուամենայնիվ առաջին դեմքի մակարդակով չեղավ, Պուտինը չգնաց, ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Հարցը ինքը 3 բաժին ունի։ Նախ եւ առաջ Թրամփի այցը գովազդային մասը դեպի Միջին Արևելք եւ հանդիպումները Սաուդիա Արաբիա, Կատար եւ Իմարաթները, որը այսօր է տեղի ունենում, առ երևույթ նրա համար է, որպեսի ինքը ապահովի Միացյալ Նահանգների տնտեսության համար շուրջ 1 տրիլիոն 200 միլիարդ դոլարի ներդրումների հնարավորություն։ Բայց իրականության մեջ այստեղ ուրիշ հարցեր կան։ Հիմնական հարցը, որը Թրամփը հետևում է եւ հետապնդում է, նա է, որ միջազգային շուկայում նավթի գինը չբարձրանա եւ քանի օր առաջ ՕՊԵԿ-ը Սաուդիա Արաբիայի գլխավորությամբ որոշում կայացրեց, որ իրենց արտադրության քանակությունը բարձրացնում են եւ դրա պատճառով նավթի գինը չի բարձրանա։ Նավթի գինի բարձրացումը Թրամփի համար շատ ավելի կարեւոր է, քան այդ ներդրումների խոստումները, որ կան։ Քանի որ Թրամփը լավ գիտի իր նախորդ նախագահության ժամանակահատվածում էլ երբ որ ճամփորդեց Սաուդիա Արաբիա, այն ժամանակ իրենք պայմանավորվեցին, որ Սաուդիա Արաբիան 100 միլիարդ դոլարի ներդրում է անելու Միացյալ Նահանգների տնտեսության մեջ, բայց ընդամենը ինչքան հիշում եմ 15 միլիարդն էլ չանցավ։ Այսինքն մոտ 15%-ի չափ այդ ներդրումները եղան եւ հետո է դադարեցվեցին։ Նույնն էլ այս պարագայում է։ Սովորաբար քաղաքականության մեջ երբ որ մեծ թվեր են խոստում տալիս, որ ներդրում են անելու, դրանք ավելի շատ գովազդային մասն են ապահովում, քան թե իրականությունը։ Ինչքան թիվը մեծ է լինում, այդքան ներդրման հնարավորությունը քիչ է։ Թրամփը որպեսի կարողանա համոզի Կաթարին եւ Իմարաթներին, որպեսի Միացյալ Նահանգների պաշտպանական զենքերը գնեն, ինչպես պատժոտ համակարգն է եւ մնացածը, որոնք արդեն Ուկրաինայի պատերազմում իրենք ցախողվեցին, սկսեց գովել նաեւ իրանական անօդաչու թռչող սարքերը եւ Թրամփը, այո, երեք ինքը խոսեց դրա մասին, որ Իրանը 30-ից 40 հազար դոլարի սահմաններում անօդաչու թռչող սարքեր են արտադրում, որոնք շատ սարսափելի են, շատ հզոր են, շատ արագ են եւ ինքը հրաման է տվել Միացյալ Նահանգների ընկերություններին, որպեսզի նմանատիպ բաներ կառուցեն, էժան, արագ, որակով եւ սարսափելի։ Դա նրա համար է արվել, որպեսզի համոզի արաբական պետություններին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը իրենցը գնեն։ Ուրիշ ոչ մի բան չունի։ Եթե Իրանը ունի դրոններ, ուրեմն պիտի պաշտպանվեք, մենք առաջարկենք դες պաշտպանություն։ Այո, առաջարկենք պաշտպանություն։ Եթե կհրաժարվեք, մեկ էլ տեսեք Իրանը խփեց։ Այո, այսինքն չմոռանանք, որ Թրամփը առևտրական է եւ ինքը առևտուր անելու հոգեբանությունը շատ լավ գիտի։ Եվ նույնն էլ իր ներկայացուցիչն է Միջին Արևելքին Վիտքաֆը, որը իր 3 մեկ հարցազրույց ունեցավ եւ ասաց, որ դիվանագիտական հարաբերությունների մեջ շատ կարեւոր է բանակցողը եւ բանակցողը պետք է ունենա առևտրականի հոգի։
եւ ինքն էլ նույն ձևով է ինքը բանանում իր բանակցությունները վարում։ Այնպես որ Թրամփի այցը տարածաշրջան կապված է այդ նավթի գների հետ եւ Միջին Արևելքում անվտանգության համակարգին նոր համակարգի ձևավորումը եւ զուգահեռաբար փորձել համոզել արաբական երկրներին, որպեսզի իրենք Աբրահամի պայմանագիր կնքեն Իսրայելի հետ եւ Իսրայելի անվտանգությունը ապահովեն, քան որ Իսրայելի անվտանգության պահպանումը այսօրվա վիճակում բավականին թանկ է նստում Միացյալ Նահանգների համար։ Քրդական հարցը հետաքրքիր ընթացք է ստանում, երբ որ Սիրիան արդեն անցյալ տարի, այդպես ասած, դեկտեմբերի 11-ին իշխանությունը հանձնեց Ասադը եւ հեռացավ, այն ժամանակ կարծում եմ ձեզ մոտ էինք, նույն այս տաղավարում էր, որ խոսում էինք Սիրիայի հարցի վերաբերյալ, ասացի, որ բավականին լուրջ զարգացումներ կա Սիրիայում եւ նոր սկսում է իրադարձությունները։ Այդ իրադարձություններից մեկը քրդական հարցն էր, դրուզիների հարցն է եւ ալավիների խնդիրներն, որոնք կան Սիրիայում։ Ինչու PKK-ն եւ Օջալանը համաձայնվեցին, որ իրենք իրենց զենքերը վայր դնեն, սա մի խնդիր է, որը մի քանի անգամ է նմանատիպ հայտարարություններ արել Օջալանը։ Եթե չսխալվեմ, ճիշտ թվականը չեմ հիշում, բայց կարծում եմ 14-15 15-ին է եղել, 13-ին է եղել։ Այո, մի քանի անգամ ինքը դիմել է, որպեսզի զենքերը ցած դնեն, բայց ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով PKK-ն ցած չի դրել իր զենքերը։ Իր վերջի հայտարարությունից հետո եւ PKK-ի հայտարարությունից հետո, որ իրենք զենքերը վայր են դնում, նույն օրը թե հաջորդ օրը PKK-ի երկու ղեկավարներ սպանվեցին Հյուսիսային Իրաքում։ Այս օրերին։ Այո, խոսքը 3 թե առաջի օրվա մասին է, որոնք սպանվեցին եւ իրենք էլ հին հիմնադիրներից, այսինքն նրանք են, ովքեր որ Օջալանի հետ հիմնադրել էին այդ կառույցը։ Ովքեր էին սպանվել։ Անունները հիմա չեմ հիշում անկեղծ ասած, բայց երկու հիմնադիրներն էին, կարող եմ նայել եւ հետո ասել։ Ու խնդիրը հետեւյալն է, որ ըստ երևույթին քրդերը համաձայնության են եկել թուրքերի հետ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որ Սիրիայի տարածքում գոյություն ունեցող տարածքը, որը ներկայդրությամբ քրդական տիրապետության տակ է, դա պահեն իրենք որպես ինքնավար մարզ, ինքնավար միավորում եւ Սիրիան տանեն դեպի կոնֆեդերացիայի ինչ-որ մի պետություն, ինչ-որ մի կարգավիճակ տան, որտեղ դրուզիները կունենան իրենց ինքնավար մարզը, դրուզիներին պաշտպանում է Իսրայելը, ալավիները կունենան իրենց ինքնավար մարզը, արաբներն էլ, որոնք որ մնում են, կունենան իրենց ինքնավար մարզը, այսինքն Սիրիան բաժանելու են 4 մասի։ Եվ այս ինքնավար մարզերը կներեք, եւ այս ինքնավար մարզերը որոշ ժամանակ հետո Միացյալ Նահանգների օժանդակությամբ ամեն մեկը կդառնա առանձին մի պետություն։ Սա մի մոդել է, որը փորձարկվում է հիմա Սիրիայում եւ եթե կրկնում եմ, եթե հաջողության հասնի, հաջորդը հերթը լինելու է Իրաքինը, հետո Թուրքիայինը եւ հետո Իրանինը։ Այնպես որ հետաքրքիր իրադարձությունները իրոք դեռ առջևում են եւ տեսնենք թե ինչ արդյունք է տալու։ Ուկրաինական բանակցությունները, որոնք Ստամբուլում անհասկանալի ինչ-որ դրսևորումներ են ստանում։ Գիտեք, Միացյալ Նահանգների համար հիմա այս փուլում շատ կարևոր է, որ կարողանա Ռուսաստանին կտրել Չինաստանից ամեն գնով։ Եվ որպեսի կարողանա կտրել, ինքը պատրաստ է շատ զիջումների, բայց նույն ժամանակ ինքը չի կարող չափից ավել զիջումներ կատարել, քան որ մյուս կողմում կանգնած է Ուկրաինայի ժողովուրդը։ Այսինքն եթե իրենք զիջումներ անեն, իրենք պիտի անեն ուկրաինացիների հաշվին։ Արդյոք Զելենսկին պատրաստ է գնալ դրան։ Արդյոք պատրաստ է մոտ 1 միլիոն զոհ, մի քանի միլիոն վիրավոր, մոտ 20 միլիոն փախստականի կարգավիճակը պահպանելով հրաժարվել այն տարածքներից, որը կորցրել են։ Չնայած այդ տարածքների կորցնելու վրան իրենք շատ մեծ գումարներ էլ ծախսեցին, բայց ինչ է այսօր մնացել Ուկրաինայից։ Սա է խնդիրը։ Հիմա Ռուսաստանն էլ իր շահերն է հետապնդում։ Արդեն մի քանի անգամ Ռուսաստանին խաբել են
Եվ Պուտինը ինքը հայտարարեց, որ 2014 թվականի բանակցությունների ժամանակ Մինսկի համանախագահները խաբեցին իրենց, որպեսզի հետագայում կարողանան զինեն Հիշեցնենք, Ուկրաինան։ որ դա ուրիշ Մինսկ է, դա Ղարաբաղյան Այո, չէ, Մինսկի ֆորմատը կապ չունի։ Արցախի Մինսկ Մինսկի 2-ս խմբի էր կոչվում։ այո, Մինսկ 2-ն էր կոչվում։ Եվ հիմա էլ երեք Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքը ցանկանում է ժամանակ շահել, որպեսզի նորից վերազինի Ուկրաինան։ Դա պարզ եւ բնական իրավիճակ է։ Վերջ-վերջո ՆԱՏՕ-ն այսօր իր ամփոխ չզորությամբ եւ մի քանի այլ պետություններ, որ իրենց օգնում են, այդ թվում Ճապոնիան, Իսրայելը, Հարավային Կորեան, Ավստրալիան, դրանց օգնությամբ եւ օժանդակությամբ հանդերձ չի կարողանում ապահովել Ուկրաինայում բավականաչափ զենք զինամթերք, որոնք կարողանան դիմագրավել ռուսական հարվածներին։ Ռուսաստանն էլ 2022 թվականից այս կողմը ստեղծեց ճահիճ Ուկրաինայի տարածքում եւ բոլորին ներքաշեց այդ ճահիճի մեջ։ Եվ հիմա այս իրավիճակի մեջ Ռուսաստանը դժվար թե գնա որոշակի զիջումների եւ փորձի նահանջ կատարի իր դիրքերից։ Իր ձեռք կա հաղթական խաղաթուղթ։ Եվ ամերիկացիք դա շատ լավ հասկանում են։ Միացյալ Նահանգների նախագահի այցը արաբական երկրներ նաև ցույց տվեց, որ լիբերալիզմը շահից բացի ուրիշ ոչ մի բան չի հասկանում։ Եվ իրենք այդ շահին հասնելու համար պատրաստ են դատարկ խոստումներ տալ, խաբել թեկուզ սեփական ժողովրդին ու նաև ուրիշ ժողովուրդների վրայով էլ քայլեն։ Դա լիբերալիզմն է, կապիտալիզմն է։ Եվ լիբերալիզմի արդեն վերջի շունչերն ենք մենք զգում։ Իսկ ինչ որ կապված է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն երբեք իրենց պատմության ընթացքում այսքան թույլ վիճակում չէին հայտնվել, ինչքան որ այսօր է։ Եվ այս թույլ վիճակը իրենց պարտադրելու է, որ իրենք որոշակի զիջումներ կատարեն։ Քանի որ առաջ Մակրոնի, Գերմանիայի կանցլերի եւ Անգլիայի վարչապետի այցը Ուկրաինա եւ բանակցությունները, որ վարեցին, որևիցե մանրամասնություններ դուրս չեկավ, բայց հաջողություն ասելու եւ ողջագուրվելու Մակրոնի ձևը Զելենսկուն, որ կադրերը հրապարակվեցին, ցույց էր տալիս, որ Զելենսկուն պարտադրել են, որ ինքը ծանր զիջումների գնա եւ այդ զիջումները ինքը պարտավոր է, որ պատրաստի ներկայացնի իր ժողովրդին։ Իսկ ներկայացնելու համար ինքը հիմա կարիք ունի խաղա առյուծի դերը, որ ինքը շատ ուժեղ է, շատ հզոր է եւ զիջումների չի գնա, բայց հետո զիջումներ գնալուց հետո կասի ժողովուրդ ջան, տեսակ ես փորձեցի, բայց չկարողացա։ Եվ փորձի ինչ որտեղ ինչ որ ժամանակ եւս երկարաձգի իր պաշտոնավարումը։ Հիմա բավականին բարդ խաղ է ընթանում տարածաշրջանում։ Ժամանակին նաև ձեզ մոտ էլ Այդ ասացի։ դեպքում մեր վիճակը ինչ է լինել, որովհետև Փաշինյանը վերջերս ժողովրդի խոսքով ասած փափախով գնացել էր Մոսկվա եւ դատարկաձեռն ետ եկավ, այսինքն ոչ մի դրական նոտա չկար, մյուս կողմից այնտեղից մեր տեղեկություններով անգամ Փաշինյանը հրահանգել էր, որ այստեղ քարոզչական պատերազմ սկսեն հայերենական պատերազմի մեր ընկալման դեմ, այսինքն այն ինչպես որ պարզվեց, որ Հիտլերը ինչ-որ մեծ Հայաստան է ուզեցել ստեղծել, մեր պապերը խանգարել են դրան գնալով, զոհվելով, ինչ կտա, ինչ կարող է հանել Հայաստանի համար այս իրավիճակից փափախով Փաշինյանը։ Նայեք, նախ եւ առաջ Նիկոլը դեռևս 3 տարի առաջ էր հրաման տվել, որ հնարավորության դեպքում, ոչ թե հնարավորության, այլ պարտադիր կերպով բոլոր հաղթանակները հայ ժողովրդի պատմության միջից պիտի հանել։ Եվ դրա համար էլ Սմբատ Հովհաննիսյանը գրեց այն իր խայտառակ պատմության դասագիրքը 7-րդ դասարանի եւ իրենք էլ հաստատեցին այդ դասագիրքը։
Եվ շարունակելու են իրենք նույն քարոզարշավը, այնպես չի, որ այս այցելությունից առաջ էր Նիկոլը նմանատիպ հրամաններ տվել։ Ինչ որ կապված են գնդապետեր, ինչ էր Արծրունը Հովհաննիսյան, անկեղծ ասած, ինքը նույն մարդն է, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն օր հերոստատեսությամբ գոռում էր հաղթում ենք, իսկ պատերազմի վերջի 2-3 օրը անհայտացավ։ Հետո էլ վայ թե սրտի հիվանդությունը գնում է Միացյալ Նահանգներ բուժվելու։ Սրանք այս ամբողջ թիմը, որը որ կա, այս ամբողջ թիմը իրենք նույն կեղտի տարբեր հատվածներն են, նույն կեղտագնդի տարբեր հատվածներն են, որը ունի մեկ նպատակ՝ հայ ժողովրդին նստորացնելու եւ Հայաստանից թողնելու ընդամենը Ալեքսանդրապոլի պայմանագրի չափ Հայաստան, այսինքն 9000 քառակուսի կիլոմետր տարածք։ Իրենց նպատակը դա է եւ իրենք ձգտում են դեպի դրան։ Իսկ դրան հասնելու համար 30 տարի արևմտյան ուժերը Հայաստանում աշխատեցին։ Աշխատեց Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորացրեց հայ գիտնականին, հայ դասախոսին, հայ ուսուցչին եւ իրենք այնպես արեցին, որ սերունդը, որը դաստիարակվում է, դաստիարակվի անկիրթ, անհայրենիք, առանց ազգային պատասխանատվության զգացողության եւ անսկզբունքային։ Հիմա դուք ասացիք տարածաշրջանային փոփոխություններ կա։ Ես կուզեի սա հասկանալ։ Տեսեք, Ինչ մենք է Հայաստանի համար ինչ սпасել, ինչ վտանգներ, հնարավորություններ։ որպեսզի մենք հասկանանք, թե ինչը սпасենք, պետք է տեսնենք, թե ինչ ունենք։ Սա է խնդիրը։ Հայաստանում մենք չունենք իշխանություն։ Մենք նաև չունենք ընդդիմություն, որը ցանկություն ունի իսկապես այս իշխանությանը ցած իջացնել։ Եվ դրա հետ մեկտեղ ունենք հսկա զանգված, որը չի կարողանում կողմնորոշվել։ Քանի որ ինքը տեսել է նախկին 3 նախագահների իշխանության վարման ձևերը եւ տեսել է, որ ոչ մի նախագահ չի ուզեցել եւ ներկա դրությամբ էլ չի ուզում իր կատարած բոլոր սխալների համար ներողություն խնդրի ժողովրդից եւ ունի մի իշխանություն, որը դավաճան է։ Եվ ինքը ոչ մի կերպ վստահություն չունի ոչ մեկին։ Եվ այն շոյերը, որը տեղի են ունենում ազգային ժողովի տարածքում, այդ շոյերն էլ նաև ցույց է տալիս, որ երկրի մեջ այլ ընդդիմություն չկա, եւ դրանով իրենք խոչընդոտում են նոր ընդդիմության ձևավորումը։ Այսինքն գնում է գիտակցաբար պասերով խաղ ընդդիմության եւ իշխանության միջև, որի արդյունքում ժողովուրդը հիմար չի եւ տեսնում է այդ ամեն ինչը եւ ինքը հիասթափվում ամեն ինչից։ Մենք ունենք սա։ Եթե դու ունես այսպիսի իրավիճակ, դու շատ բան չես կարող սպասես Հայաստանի համար։ Վերջորջը, երբ որ խոսում ենք Հայաստանի համար ինչ ենք կարող ձեռք բերել, մենք պիտի ունենանք հզոր բանակ, հզոր ազգային անվտանգության կառույց, հզոր կրթություն։ Տեսեք, բանակը ուզում են հզորացնել։ ԿՊԱ-ականներից մեկը բերել է նախաձեռնություն, որով վճարում է $50,000, ազատվես բանակից։ Ես հասկանում եմ, որ երբ որ դուք ասում եք ԿՊ-ն ցանկանում է հզորացնել բանակը, դա հզորացում դուք շակերտների մեջ եք ասում։ Սա Ալիևի պահանջի կատարումն է։ Ես հիշեցնեմ, որ Ալիևը եւ Էրդողանը տարբեր անգամներ հայտարարել են, որ Հայաստանը պիտի բանակ չունենա, բայց սրանք բերում են նախաձեռնություն, որով ասում են, որ այո, Հայաստան պիտի բանակ չունենա։ Ուզում եք $50,000 վճարեք, ով չի վճարի։ Ես կարծում եմ Փաշինյանի կառավարումը տեսնելով, հատկապես պատերազմի հետևանքները տեսնելով, ծնողները չգիտեմ, գնան վարկերի տակ կմտնեն, տունը կվաճառեն, սեփականությունը կնվիրեն ԿՊ-ին, թուրքերին, միայն թե այս բանակից ազատվեն։ Սա արդյոք հենց այդ նպատակը չի հետապնդում։ Արեք իրատես լինենք։ Ով է Ալիևը։ Ինքը ոչ մեկն է։ Ինքը իրենից Բայց պահանջը հնչեցրել է հիմա։ Տեսեք, ինքը պահանջը հնչեցրել է աշխարհաքաղաքական խաղացողների բերնից։ Այսինքն խաղացողները ասում են, որ Հայաստանը պիտի բանակ չունենա, հայ ժողովուրդը բանակ չունենա։ Ինչու։ Շատ པարզ պատճառ ունի, իր բուն պատճառը թաքնված է դարերի խորքում։ Սկսած Կիլիկիայի թագավորությունից եւ Կիլիկիայի թագավորության կործանումից, դրանից հետո հայկական հարստությունները եւ ամեն ինչը, որը մենք կորցրեցինք եւ Չինաստանում եւ Հնդկաստանում եւ իրենք տարան եվրոպացիները, մասնավորապես Անգլիան եւ Ֆրանսիան։ Եվ իրենք պարզ է, որ երբեք չեն ուզենա, որ հայ ժողովուրդը ունենա տարածք։
Մենք եթե հետ վերադառնանք 30 տարի առաջ եւ նայենք թե ինչպիսի քաղաքականություն վարեց Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում, որից հետո շարունակեցին եւ Ռոբերտը, եւ Սերժը, եւ Նիկոլը։ Նիկոլը շատ ավելի ինտենսիվ եւ շատ ավելի Սերժ բացահայտ Սարգսյանը ձևով ասում է, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի թշնամին չէ, թշնամական քաղաքականություն չի վարել, Նիկոլն էլ իր հետ կապ չունի։ Նիկոլն էլ իրեն ազգային հերոս է համարում։ Կապ չունի, որ ով ինչ է ասում, խնդիրը նրանում է, թե ով ինչ է արել։ Եվ եթե մենք նայում ենք իրենց կատարած աշխատանքները, մենք հասկանում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է հայ ժողովրդին վերածել ասորիների նման մի ազգի, մի ժողովրդի, որոնք անհայրենիք են։ Եվ դա են անում իրենք։ Այդ ծրագիրն են իրականացնում։ Եվ դրա համար իրենք կարիք ունեն, որ մի փոքր տարածք, մի 9000 քառակուսի կիլոմետր, այնպես ինչպես որ ժամանակին անգլիացիները համոզեցին Դաշնակցությանը եւ Դաշնակցությունը գնաց ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, նույն ձևել հիմա Նիկոլի միջոցով են անում։ Եվ այդ խաղն են խաղում։ Վերջ-վերջո Ադրբեջանը կամ Հայաստանը մեծ աշխարհական խաղերի ժամանակ իրենք դիտարկվում են որպես տարածքներ օտար պետությունների, իրենց թշնամի պետությունների ազդեցության գոտիների համար։ Եվ եթե մենք նայում ենք այդ դիտարկյունից, արդեն պարզ է դառնում, որ Ալիևը ինքը իր խոսքը չի որ ասում է, այլ ասում է իր տերերի խոսքը, MI6-ի խոսքը։ Եվ ովքեր որ իրենք հանդիպումներ էին ունեցել նաև Արմեն Սարգսյանի հետ Բայց եւ նաև Նիկոլի հետ։ կարծեք թե Ալիևի բերանով, երբ որ այդ տերերը ասում են, դա նաև ուղերձ է, որ եթե չանեք Ալիևով կպատժենք ձեզ։ Թե չէ MI6-ը չէր կարա Արմեն Գրիգորյանին ասել։ Կգնաք բանակ կազմակերպել։ Գիտեք, վերջ-վերջո ժողովուրդը խոտ չի, որ ուզենան հնձեն եւ դնեն մի կողմ։ Ժողովուրդը ունի իր դերակատարումը։ Արմեն Սարգսյանը իր համար դերակատարում ուներ, որը որ փորձեցին անեն։ Առաջի փորձը արեցին 96 թվականին, երբ որ իրեն բերեցին վարչապետ, եւ այն ժամանակ փորձեցին, բայց այն ժամանակ կային մարդիկ, ովքեր որ դեմ էին այդ ամեն ինչին, եւ այդ մարդկանց գլուխը կերան արևմուտքը, որպեսի այդպիսի մարդիկ չլինեն։ Եվ հետո սկսեցին ժողովրդի մեջ տարածել, որ ինչու եք ուզում կրթություն սովորեք, ինչու եք ուզում գիտության հետևից գնաք, նայեք տեսեք թե բիզնեսմենները, Ծառուկյանը, չգիտեմ, Սամվել Ալեքսանյանը եւ մնացածը բարձր կրթություն չունեն, բայց տեսեք ինչ խոշոր բիզնեսմեններ են դարձել։ Իրենք այդպես սկսեցին տարածել եւ ժողովրդի մեջ հիասթափություն ու հուսահատություն սերմանել։ Եվ հիմա հիասթափված ու հուսահատված ժողովրդի բերել հրապարակ եւ իրենց հետ աշխատելը բարդ է։ Մենք գտնվում ենք հիմա ճանաչողական պատերազմի դաշտում եւ ճանաչողական պատերազմի հիմնական խնդիրը նա է, որ թշնամի պետության ժողովրդի ոչ թե մտածելակերպը այնպես անել, որ մտածի այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Իրենք այդ են հիմա մեզ հետ խաղում եւ դա նախորդ թողարկման ժամանակ խոսեցինք ճանաչողական։ Մենք նախորդ թողարկման ժամանակ խոսել ենք եւ շատ կարեւոր է որ մենք հասկանանք այսօրվա իրավիճակից դուրս գալու համար այս համակարգը, որ ստեղծվել է 30 տարվա ընթացքում, այս համակարգը պետք է ամբողջությամբ քանդվի։ Ամբողջությամբ պիտի քանդվի, քան որ այս համակարգը բացի վնաս հայ ժողովրդին ուրիշ ոչ մի բան չի բերում։ Եվ այս համակարգը քանդելուց հետո նոր պիտի սկսել խոսել եւ մտածել թե ինչ պիտի անել։ Այսօր այն ինչը որ անում են Նիկոլը եւ ՔՊ-ն, մեկ նպատակ է հետապնդում, որ բոլորին համահարթեցնեն։ Մեր հայտնի գեղանկարիչներից վայ անունը մոռացա պահի տակ մեկ հայտնի նկար ուներ, որը կոչվում էր նոտրոնային ռումբ, որտեղ մարդկանց բոլորի գլուխները հավասար էր եւ գլուխ չունեին, բոլորի մարմինները հավասար էր, անգլուխ մարմիններ էին։ Չեմ կարողանում հիշել իր անունը պահի տակ։ Ինչ որ է, եւ հիմա իրենք այդպես են անում։ Այն ինչ որ այսօր Նիկոլը եւ իր թիմը անում է կրթության բնագավառում, որի արդյունքը մենք արդեն քանի օր առաջ տեսանք դպրոցներում թե ինչ է տեղի ունենում, կամ այսօր մամուլի մեջ եկել էր որ թմրանյութ են ինչ որ դպրոցի մեջ պարտադրել 2-4 դասարանի երեխաների, որ օգտվեն։ Եվ այնինչ որ կատարվում է բժշկության բնագավառում, համահարթեցում է գնում։
Իսկ համահարթեցման միջոցով իրենք միայն մեկ նպատակ են հետապնդում, որպեսզի ստեղծեն իներտ ժողովուրդ, իներտ բնակչություն, իներտ այնպես ինչպես որ Միացյալ Նահանգներում է։ Եվ այդպիսի իներտ բնակչությանը կառավարելը եւ իրենց մղելը, որպեսզի իրենք կատարեն քո հրամանները եւ քո ծրագրերը, դա ավելի հեշտ է։ Սա այն է, ինչ որ անում է այսօր Արևմուտքը Հայաստանի հետ։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Այստեղ խնդիրը նա է, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ապագա աշխարհում հիմնական կետերից մեկն է, որտեղ որ լինելու է բախումներ մեծ պետությունների միջև։ Եվ իրենք հիմա դաշտը մաքրում են, սարքում են այնպես, ինչպես որ կարողանան օգտագործեն այդ դաշտը ընդդեմ իրենց թշնամիների։ Եվ հիմա եթե մենք ուզում ենք գոյատևենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, ով ինչ է խաղում, ինչպես է խաղում, եւ ով է մեր պոտենցիալ գործընկերը, ովքեր են մեր պոտենցիալ ռազմավարական դաշնակիցները։ Սա է խնդիրը։ Հասկանալի է, շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, միշտ հետաքրքիր է ձեզ լսել, ձեր վերլուծությունները, ես շնորհում զրուցում եմ Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20